այս առաջիկա ընտրությունները ամենակարևոր իմաստով մի բանի մասին են, մի բանի, որից բխում է նաև մեր մյուս խոսույթները եւ մյուս ասելիքները։ Ամենակարևոր նորությունը, ել եմ ասում, ես կարող եմ խոսել երկար դպրոցների մասին, մանկապարտեզների մասին, գիտության մասին, բանակի մասին, իդեպ բանակի մասին շատ կարևոր մի բան կա։ Ես ուզում եմ Հայաստանի կարող է չափազանցություն հնչի ասածս, ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ մայիսի 28-ին ժամը ճիշտ է չեմ հիշում, բայց մայիսի 28-ի առավոտից գան Հանրապետության հրապարակ եւ տեսնեն այն զորահանդեսը, որը տեղի է ունենալու։ Որովհետեւ շատ բաներ, որ մենք այս ընթացքում խոսել ենք, ով որ լրացուցիչ հարցեր ունի, զորահանդեսը շատերիդ պատասխանը տալու է։ Եվ ընդ որում ես ասել եմ, հանձնարարել եմ, որ զորահանդեսի այդ սպառազինությունը ոչ թե գալու է հրապարակով տա կտրի անցնի գնա, այլ ասել եմ, որ այդ սպառազինությունը պետք է մտնի, գնա Տիգրան Մեծի պողոտայում, միջև երևի կձգվի, միջև Երկաթգծի կայարան, չգիտեմ, ինչքան որ կձգվի, իհարկե երկու կողմից մենք կունենանք բաներ, որ մարդիկ շատ չմոտենան, այն որ բաները արգելա այն հարավակներին բանին, որ մարդկանց կդնենք, եւ ես հանձնարարել եմ, որ թողեն այդտեղ, որպեսզի քաղաքացիները գան, նայեն, տեսնեն եւ գնահատեն։ Բայց ես ուրիշ կանխատեսում ունեմ, ես այդ թեմայով պաշտպանության նախարարի հետ եմ խոսել, ասել եմ եւ նաեւ էկոնոմիկայի նախարարին եմ այն օրը ասել, պարոն Պապոյան, որ մեր բոլոր ռեստորաններին եւ սրճարաններին, Երևանի փոքր մեծ կենտրոնի եւ բոլորի, ասեք, որ այդ օրվան լավ պատրաստվեն, որտեւ իմ համոզմունքն է նա, որ մարդիկ այդ զորահանդեսը տեսնելով բոլորի մոտ ցանկություն է առաջանալու գնալ քեֆ անելու, որովհետև նրանք տեսնելու են բոլորովին ուրիշ բանակ, բայց նաև որպեսզի մենք բանակը դարձնենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի գործիք,